Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն առաջիկայում նորից կհանդիպեն։ Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արդեն պատրաստվում են այդ հանդիպմանը, բայց չի նշել, թե երբ եւ որտեղ է այն կայանալու։ Երկու երկրների արտգործնախարարների քննարկման հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Չնայած կարգավորման գործընթացում էական որևէ տեղաշարժ չկա, իսկ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները ըստ էության սառեցվել են, այնուամենայնիվ Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը իրեն չի սպառել եւ պետք է շարունակել հենց այդ ձևաչափում փոխընդունելի լուծումներ փնտրել։ Сопредседатели не бездействуют. Я не могу так квалифицировать то, что сейчас происходит в рамках этой тройки. Сопредседатели на основе своих трехсторонних документов, которые регулярно распространялись в качестве официальных документов ОБСЕ, высказывались в пользу ускорения, активизации переговорного процесса. Последний такой документ был принят буквально на днях на полях Մյունխենской конференции по безопасности. Դեռևս նախորդին Deutsche Welle-ին տված հարցազրույցում Նալբանդյանն ասել էր, թե ինչու բանակցություններում առաջընթաց չկա։ Ամեն անգամ, երբ հանգում ենք որևէ պայմանավորվածության կամ փոխզիջման, Ադրբեջանը մեկ քայլ, իսկ երբեմն էլ մի քանի քայլ հետ է անում։ Խախտում է պայմանավորվածությունները, իսկ հետո փորձում մեղքը բարթել հայկական կողմի վրա։ Վերջերս էր այնքան հեռուն էր գնացել, որ հայկական դիրքեր ուղարկած իր դիվերսանտի մարմինը պահանջելիս Հայաստանին մարդասիրության կոչ էր անում։ Նալբանդյանը հիշեցրել է մի քանի դեպք, որոնցից հետո մարդասիրություն բառն Ալիևի շուրթերից առնվազն տարօրինակ է հնչում։ Օրինակ, ինչպես կտտանքների ենթարկեցին, ապա սպանեցին մոլորված ու սահմանը հատած հովիվ Մանվել Սարիբեկյանին, իսկ ամենաթարմն ապրիլյան դեպքերի ժամանակ նրանց ձեռքում հայտնված հայ զինվորներին անմարտկային կտտանքների ենթարկելու դեպքերն են։ Когда попавших к ним военнослужащих они не просто пытали, но отрезали головы, и при этом с этими головами ходили по деревням и городам, показывая эти головы. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստիին, որում փառատել է հայկական զինված ուժերի սպառազինության կազմում գտնվող Իսկանդեր համակարգերի հետ կապված բոլոր կասկածները։ Իսկանդեր հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին եւ դրանք կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաները, հայտարարել է պաշտպանության նախարարը։ Այն, որ Իսկանդերներն ուղարկվել են Հայաստան, իմ կարծիքով բոլորի համար ակնհայտ է, քանի որ բոլորը տեսել են։ Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ լիարժեք վստահությամբ հաստատել։ Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին, երբ, ինչ փողերով են դրանք ձեռք բերվել, ինչպես հասկանում եք, գաղտնիք է։ Պաշտպանության նախարարը հիշեցրել է, որևէ երկրի դեմ կիրառվելիս Իսկանդերը կարող է անուղղելի վնաս հասցնել ենթակառուցվածքներին, այն առաջին հերթին զսպման զենք է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել կախված իրադրության զարգացումից։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինության ձեռքբերման հնարավորությունները։ Մի շարք պայմանագրեր ժամկետից շուտ են կատարվել եւ դա գոհացնող է։ Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակում մենք սպառազինությունը ռուսական բանակի ներքին գներով ենք ձեռք բերում եւ հաշվի առնելով արտոնյալ վարկերի առկայությունը, բնականաբար նման համագործակցության ներուժն աճում է։ Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել պաշտպանության նախարարի նախաձեռնած օրենքի նոր նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել հայկական զինված ուժերում ծառայողներին ծխախոտ հատկացնելուց։ Նախարարությունում բացատրել են, որ դա արվում է ծխելու դեմ պայքարի շրջանակում։ Օրական 20 հատիկ ծխախոտի եւ լուցկու փոխարեն համապատասխան գումար կհատկացվի եւ զինծառայողն ինքը կորոշի, ինչպես ծախսել գումարը կամ ինչ ծխախոտ գնել։ Բացի այդ, այն վերաբերում է միայն պայմանագրային զինծառայողներին, քանի որ ժամկետայիններին ծխախոտի փոխարեն գումար է հատկացվում դեռևս 2008 թվականից։ Որոշման նախագիծը Վիգեն Սարգսյանը ներկայացնելու է կառավարության վաղվա նիստում։ Սարիթաղի բնակիչները սպառնում են փակել թաղամաս տանող ճանապարհները։ Հուլիսի 19-ի բախումների ժամանակ կալանավորվածների հարազատներն այսօր երթ են կազմակերպել։ Նախ նամակ են հանձնել գլխավոր դատախազության ներկայացուցչին, ապա շարժվել դեպի Բաղրամյան 26։ Նախագահականի համար նույնպես նամակ ունեին։ Ցուցարարների պահանջը չի փոխվել, իրենց հարազատների համար արդար դատավարություն են ուզում։ Հիշեցնենք, որ կալանավորված սարիթաղցիներին մեղադրում են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Փետրվարի 22-ին դոլարի վերելքը կանգ է առել, իսկ եվրոն դեռ թուլանում է։ Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոինը 511, ռուբլունը 8 դրամ 41 լումա, ֆունտինը 605 դրամ։ Փետրվարի 23-ի գիշերն ու առավոտյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում թույլ ձյուն է սպասվում, գիշերային ժամերից ցրտերը սակայն կտրուկ կթուլանան։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-ից 15 աստիճանով։ Երևանում նույնպես թույլ տեղումներ են սպասվում, մայրաքաղաքում գիշերը կդիտվի 8-ից 10 աստիճան ցուրտ, ցերեկը 0-ից 2 աստիճան տաքություն։